Տարածաշրջանը նոր վերադասավորումների շեմին, ինչ կբերի Թրամփի խաղաղության նոր ծրագիրը Ուկրաինային եւ ինչպիսի դիրքավորումներ են սպասվում հարավային Կովկասում։ Բաքվի պատմակեղծարարության նոր նշաձողը Ալիևի հովանավորչությամբ առաջ մղվող Արևմտյան Ադրբեջան նախագիծը իրավական կարգավիճակ է խոստանում կես միլիոն ադրբեջանցի իբրև փախստականներին։ Ուզում ենք խաղաղություն, բայց ոչ այնպիսին, որ իրականում կապիտուլյացիա է։ Մակրոնի կարծիքով Թրամփի ծրագիրը լուրջ բարելավման կարիք ունի։ Կթանկանա հոսանքի գինը, սակագնի ճակատագիրը Փաշինյանը քննարկել է հեծի ժամանակավոր կառավարչի հետ։ Ծորենի գինը աճում, հացն արագ թանկանում է, ինչու էժանացման դեպքում շուկան չի արձագանքում, մեծ շահույթներ փոքր եկամուտով մարդկանց սննդի հաշվին։ Ոսկին կրկնակի թանկ գին ունի, որոնք են աննախադեպ թանկացման պատճառները, որ ոսկերչական շուկան լճացման են տանում։ Բաքվի բանտերում պահվող հայգերիների հարցը օրակարգում, խնդիրները ներկայացվել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին։ Պահանջ վերադարձնելու շորթված գումարները, ցանցահեններից ուղղակն ընկածների բողոքի ակցիան քննչականի մոտ։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Աշխարհի ուշադրության առանցքում Թրամփի խաղաղասիրական նոր ծրագիրն է, որ անվերջանալի թվացող ամենաարյունալի պատերազմի ավարտի հույս է արթնացրել։ Եթե պատերազմն ավարտվի Ռուսաստանի գերհաղթանակով, ինչ դիրքավորումներ են սպասվում հարավային Կովկասում, ինչպես իրենց կդերձևորեն Անկարան եւ Բաքուն եւ ինչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում, վերլուծաբաններին լսել է Նաիրի Մուրադյանը։ Մինչև գերտերությունների ղեկավարները ուղիներ են փնտրում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար, քաղաքագետներն ու վերլուծաբանները հաշվարկներ են կատարում, թե պատերազմի հնարավոր դադարեցումից հետո ինչ իրավիճակում կհայտնվի հարավային Կովկասը։ Քաղաքագետ Արմեն Բադալյանը հնարավոր սցենարներից մեկն է ներկայացնում։ Եթե Ռուսաստանը գերհաղթանակով դուրս եկավ պատերազմում, գերազդեցություն կունենա հարավային Կովկասի երկրների վրա։ Եթե նա հասավ միջև Դնեպրի ձախապը ամբողջովին վերցրեց, գումարած Նիկոլայի եւ Օդեսայի մարզերը վերցրեց, դա Ռուսաստանի համար գերհաղթանակ կլինի։ Եթե թույլ հաղթանակ է տանում, այս գործընթացները հարավային Կովկասում կարող է եւ այդքան մեծ փոփոխությունների չենթարկվեն։ Քաղաքագետը սակայն չի կարծում, թե բանակցային գործընթացում Ուկրաինայի պարտության դեպքում օրինակ Եվրամիությունը կհրաժարվի ազդեցությունը թույլատրել հարավային Կովկասում, զիջելով այն Ռուսաստանին։ Եթե Եվրամիությունը էապես նորից աջակցի հարավային Կովկասի երկրներին ընդդեմ Ռուսաստանի, չնայած Ռուսաստանի տոտալ հաղթանակին, դա ուրիշ գործընթաց կդեր, որովհետև հարավային Կովկասը դա մեծ տուրանական աշխարհ է, մեծ միջանցքի դեպի կենտրոնական Ասիա դուրս եկող միջանցքի կարևորագույն բաղադրիչն է, իսկ Եվրամիությունը ունի մեծ ռեսուրսներ է ներդրել կենտրոնական Ասիա երկրներում եւ բնականաբար հենց այնպես ինքը չի զիջել, այսինքն այնտեղի անգամ խոշոր պարտություն այստեղ չի ենթադրում ավտոմատ ձևի ռուսական դիրքերի աբարապանցում։ Պատմությունն է ցույց տվել Ռուսաստանի եւ Արևմուտքի առճակատման դեպքում հանգուցալուծումը փոխզիջումային տարբերակն է դառնում։ Մի տարածաշրջանը Ռուսաստանին է բաժին հասնում, կոնֆլիկտային հանգուցալուծումից հետո տարածաշրջանի ինչ-որ մի հատված էլ Արևմուտքին։ Հաճախ փոխզիջումը լինում է այն, որ այս տարածաշրջանը քեզ փոխարենը մյուսը մեզ։ Չի բացառվում, որ Արևմուտքը օրինակ Ռուսաստանին ինչ որ զիջումների գնա Ուկրաինայի հարցում փոխարենը պահանջի, որ Ռուսաստանը մեկ արմիշտ հրաժարվի օրինակ հարավային Կովկասի։ Կամ հակառակը, որ Ռուսաստանից ստիպի Ուկրաինային իր պահանջներից հրաժարվել, փոխարենը խոստանալով, որ հարավային Կովկասը ամբողջովին վերադարձնում է Ռուսաստանի ազդեցության կոտ։ Հիմա ըստ քաղաքագետ Բաղդասարյանի պայքարը հարավային Կովկասում շարունակվում է եւ իրավիճակի փոփոխությունների նախաձեռնությունը Արևմուտքի ձեռքում է։ Միացյալ Նահանգները իր TRIP ծրագրով հավաքական Արևմուտքի այդ միջին միջանցքով շատ հստակ, շատ ակտիվ մեծացրել է պայքարը հարավային Կովկասի համար եւ առայժմ նախաձեռնությունը իր կողմն է, որտեղ Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում թուլանում են։ Այստեղ ըստ վերլուծաբան քաղաքագետների կարևոր է նաեւ Իրանի դերը։ Կկարողանա միայնակ պայքարել Արևմուտքի Իսրայելի դեմ։ Իրանը կփորձի դիմադրել, կարծում եմ, Արևմուտքի ուղղակի ներթափանցմանը, բայց միայնակ առանց Ռուսաստանի գործուն աջակցության շանսեր չունի։ Կլինի ռուս-իրանական դաշինք ընդդեմ Թուրքիա Եվրամիության, դա ուրիշ զարգացում կլինի։ Գիտեք, խնդիրը որն է։ Անորոշ վիճակ է։ Այսինքն Թուրքիան, Ադրբեջանը, տարածաշրջանային մյուս խաղացողները սպասում են, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում։
Քաղաքագետ վերլուծաբանները ռուս-ուկրաինական պատերազմի ավարտ թերևս չեն կանխատեսում։ Այն կշարունակվի եւս մի քանի ամիս։ Մինչև պատերազմի հանգուցալուծումը թեժ մարտերն ավելի են ընդլայնում աշխարհագրությունը, արդյունքում զոհեր ու ավերածություններ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թրամփի աջակցությունը ստացած ուկրաինա-ռուսական առաջարկը ի վերջո կհանգեցնի պատերազմող երկրների միջև կայուն խաղաղության, միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում վստահություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարկ Ռյուտեի խոսքով նախագահ Թրամփը ցանկանում է վերջ տալ այս ամենին, ինչպես նա արեց Պակիստանի եւ Հնդկաստանի հետ, ինչպես կարգավորեց Գազայի հարցը, ինչպես գրեթե վերացրեց Իրանի միջուկային ներուժը, ինչպես արեց Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ասել է նա։ Մտահոգություն հայտնելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռյուտեն ասել է, թե զգալիորեն ավելի լավ վիճակ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, ընդգծելով, որ դա հնարավոր է դարձել նաեւ նախագահ Թրամփի շնորհիվ։ Բաքվում պատմությունը կեղծելու նոր նշաձող են սահմանում, օրենքի նախագիծ են մշակում փախստականների իրավական կարգավիճակի մասին։ Իրենց տունն ունեցվածքը խորհրդային Հայաստանում հաջողությամբ վաճառած եւ իրենց կամքով Ադրբեջան գնացածներին փախստականի կարգավիճակ են տվել, նրանց իրավունքների հարցն են բարձրաձայնում, պնդում, որ պիտի վերադառնան բնակություն հաստատելու այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանում։ Ալիևի ապարատի հովանավորությամբ օրորի թափ հավաքող Արևմտյան Ադրբեջան նախագծով Բաքուն քաղաքական հարց է լուծում, կարծում են փորձագետները։ Մինչև Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը մեր հասարակությանը փոխանցում է, թե հայ-ադրբեջանական պատերազմն ավարտվել է, կոնֆլիկտ չկա, ինքնիշխան Հայաստանի տարածքն այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան հռչակողները, համայնքի ղեկավար, համատեղության կարգով Ալիևի մեջլիսականներից Ազիզ Ալակբարլիի նախաձեռնությամբ քննարկում են իրենց դարձյալ այսպես կոչված փախստականների իրավական կարգավիճակի հարցը։ Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականներն են գրում, նախագիծ կմշակեն, կտանեն երկրի խորհրդարան։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալակբարլին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ համայնքի իրավական հանձնաժողովի կազմում Արևմտյան Ադրբեջանից փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Նախագիծը պետք է ներկայացվի Միլլի Մեջլիսին։ Ազգային օրենսդրության ամրագրումներով միջազգային ասպարեզում ադրբեջանցիները հարց չեն լուծի, փորձագետները միանգամից են նշում, այս դեպքում ինչ խաղադրույք են կատարում նրանք։ Միջազգային իրավունքի մասնագետը համոզված է, զրո իրավականությամբ քաղաքական հարց են փորձում առաջ տանել։ Իրանք կարող է իրանց մեջլիսում նախագիծ անցկացնեն, որ Ատլանտիդան համարվում է Ադրբեջանի մաս եւ իրանք պետքա վերադառնան կամ գնան Ատլանտիդա։ Դա իրանց ներպետական օրենսդրությունն է, դա որևէ այլ պետության վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Բայց մեզ համար դա եւս մեկ ցուցիչ է, որ այդ պետությունը տրամադրված չի խաղաղության եւ Արցախի օկուպացիայից այնտեղ ցեղասպանություն իրականացնելուց հետո հաջորդ թիրախը դնում է Հայաստան։ Այսինքն դա ռազմական ինֆորմացիա է մեզ համար, անվտանգային ինֆորմացիա, ոչ թե իրավական։ Այն, որ ադրբեջանական սեղանին քաղաքական հարց է դրված, պնդում է նաև միջազգայնագետը։ Հայաստանն իրենց կամքով լքած ադրբեջանցիներին Բաքուն փորձում է ներկայացնել իբրև բռնի տեղահանվածներ, ՄԱԿ-ի կոնվենցիաները փաթեթավորելով, դրանք ձեռնտու կերպ մեկնաբանելով, մինչդեռ տեղի ունեցածն աշխարհի բաց աչքի առաջ էր։ Այստեղ մեր երկրում ադրբեջանցիները նույնիսկ կարողացան վաճառքի հանել իրենց սեփականությունը, անշարժ ու շարժական գույքերը, ինչի հնարավորությունը չունեցան Ադրբեջանը մազապուրծ լքած հայերը։ Մասնագետի գնահատմամբ ստացվում է Բաքուն անում է այն, ինչի իրավական հնարավորությունը չունի եւ ինչը պետք է ժամանակին աներ հենց մեր երկիրը՝ պաշտպանություն հարձակման միջոցով։ Ահա բանաձևը։ Սա մեր ամենամեծ թերությունն է, մենք չենք տվել։ Այ իրենք կարողացել են այդ ամեն ինչը փաստաթղթավորել ու հիմա այդ փաստաթղթավորված թղթաբանության հիմքով է, որ միջազգային իրավունքին հղում տալով փորձում են դա լեգիտիմացնել։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի կազմակերպության գլուխը Ազիզ Ալակբարլին վերջերս թիվեր մոգոնել, հայտարարել, թե իբր 500,000 քաղաքացու ցուցակ ունեն, այսինքն կես միլիոն ադրբեջանցի, որոնց ուզում են Հայաստան ուղարկել, առաջնահերթ նրանցից 300,000-ին։ Պատմակեղծարարության նոր նշաձող, այսպես են հայկական փորձագիտական համայնքում գնահատում մեջլիսական Ալակբարլիի ջանասիրությունը։ Ռումբ է լինելու Հայաստանի Հանրապետության մեջ։ Եթե ադրբեջանցիների վերադարձ լինի ու ընդ որում այդ թվականակով մենք Հայաստանում հիմավորենք ադրբեջանցիներ, ես ձեզ վստահեցնում եմ, ոչ միայն դեմոգրաֆիական խնդիր կառաջանա, այլ շատ ու շատ այլ անվտանգային
խնդիրներ կարող են առաջանալ եւ հայ ժողովրդի եւ ընդհանրապես մեր պետականության համար։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով, իսկ Ադրբեջանին առաջարկել են փախստականների հարցը մեկ ընդմիշտ հանել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից, թե չէ այն չի գա ու չի գա։ Սակայն Բաքվի բռնապետը վերջերս վերահաստատեց, այն օրակարգում են պահելու։ Հնդածս մեր պետության առաջարկը բռնատեղահանված արցախցիներին շարունակում է մնալ հետևյալը՝ հրաժարվել փախստականի կարգավիճակից, ընդունել մեր պետության քաղաքացիությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վատիկանում հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ։ Նրանք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը, անդրադարձել Վաշինգտոնում ստորագրված պատմական համաձայնագրերի իրականացմանը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ մասում։ Ուզում ենք խաղաղություն, բայց ոչ այնպիսին, որ իրականում կապիտուլյացիա է։ Մակրոնի կարծիքով Թրամփի ծրագիրը լուրջ բարելավման կարիք ունի։ Կթանկանա հոսանքի գինը, սակագնի ճակատագիրը Փաշինյանը քննարկել է հեծի ժամանակավոր կառավարչի հետ։ Ծորենի գինը աճում, հացն արագ թանկանում է, ինչու էժանացման դեպքում շուկան չի արձագանքում, մեծ շահույթներ փոքր եկամուտով մարդկանց սննդի հաշվին։ Ոսկին կրկնակի թանկ գին ունի, որոնք են աննախադեպ թանկացման պատճառները, որ ոսկերչական շուկան լճացման են տանում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում, այժմ միջազգային լրահոս։ Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ դեպի խաղաղություն, այն արժանի է քննարկման, այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պնդելով սակայն, որ ծրագիրը լուրջ բարելավման կարիք ունի։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ այնպիսի խաղաղություն, որն իրականում կապիտուլյացիա է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խոսքով տարածքային զիջումների հարցում որոշումներ կարող են կայացնել բացառապես ուկրաինացիները։ Քննարկման ներկայացվածը մեզ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյոք նշանակում է, որ դա պետք է ընդունեն ուկրաինացիներն ու եվրոպացիները։ Պատասխանն է ոչ։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հաստատել է, որ ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով արդեն իսկ ստացել է ամերիկյան խաղաղության նախնական ծրագիրը։ Լավրովը պարզաբանել է, որ խոսքը դեռևս ոչ պաշտոնական փաստաթղթի մասին է եւ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական ծրագիրը Ռուսաստանին առայժմ չի փոխանցվել։ Լավրովը ընդգծել է, որ ստացված տեքստը վերջնական չէ եւ պարունակում է կետեր, որոնք լրացուցիչ աշխատանքի կարիք ունեն։ Ըստ Լավրովի, այդ ծրագրում տեղ գտած մի շարք ձևակերպումներ հստակեցման եւ պարզաբանման անհրաժեշտություն ունեն, ինչը ենթադրում է, որ փաստաթուղթը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Ուկրաինական կողմը գնահատում է Ժնևում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև արդյունավետ եւ կառուցողական հանդիպումները, ինչպես նաեւ նախագահ Թրամփի շարունակական ջանքերը պատերազմը դադարեցնելու համար։ Ըստ ուկրաինական Պրավդայի հայտարարել է ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը։ Ռուստեմ Ումերովի խոսքով պատվիրակություններն ընդհանուր համաձայնության են եկել Ժնևում քննարկված համաձայնագրի հիմնական դրույթների վերաբերյալ։ Նա ասել է, որ ակնկալում են, որ նոյեմբերին հնարավորինս շուտ կկազմակերպվի Ուկրաինայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ վերջնական փուլերը ավարտելու եւ նախագահ Թրամփի հետ համաձայնության հասնելու համար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է ապրիլին այցելել Պեկին, նա Սի Ցզինփինին հրավիրել է հաջորդ տարվա վերջին պետական այցով լինել Միացյալ Նահանգներում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հեռախոսազրույցում նախագահները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում առևտուրը, ուկրաինական ճգնաժամը, Թայվանի հարցը։ Մեր հարաբերությունները Չինաստանի հետ չափազանց ամուր են, գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում։ Եվրամիության երկրները պետք է վերադարձնեն Ռուսաստանի ակտիվները, եթե չեն ցանկանում ստանալ եվրագողեր պիտակը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով միայն Ռուսաստանը իրավունք ունի որոշելու, թե ինչ կլինի ռուսական ակտիվների հետ, եւ նրանք, ովքեր ամերիկյան կերպով, անօրինական կերպով տիրապետում են Ռուսաստանի միջոցներուն, պետք է վերադարձնեն դրանք, եթե չեն ցանկանում, որ իրենց հանցագործության համար ենթարկվեն ամենախիստ պատժին, ասել է Զախարովան։ Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, թե ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային։ Եվրոպան պետք է քննարկի, թե ինչ անել այդ ակտիվների հետ եւ ինչպես ապահովել եվրոպացիների անվտանգությունը, ասել էր Մակրոնը։
Վերադառնանք Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել։ Փաշինյանը նշել է, թե էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար պետք է լինի էֆեկտիվ։ Նրա ձևակերպմամբ այն չպետք է լինի ոչ ցածր եւ ոչ էլ սահմանված սանդղակից բարձր։ Հեծի ժամանակավոր կառավարիչ Պետրոսյանն էլ հայտնել է, որ արդեն պատկերացում ունեն, թե ինչպես են հոսանքի գնի վերանայումը կատարելու։ Անդրադարձել է նաև հեծի աշխատակիցների աշխատավարձներին, նկատելով, թե դրանց ցածր են եղել։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ սոցցանցի իր էջում հայտնել է, թե հեծում աշխատավարձը որոշողը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որը արգելում է ավելի բարձր աշխատավարձ վճարել։ Ոչ բարձրաստիճան աշխատողների վարձատրության համակարգում որոշակի փոփոխություններ է կարել, կուզեի դրա մասին ասեիք եւ ֆինանսական վիճակը ընդհանրապես ոնց է։ Հեծի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը 3400 մոտ աշխատակիցներ վարձատրվում են 300,000 դրամից ցածր չափով, իսկ նրանցից ավելի քան 1700-ը չեն հաղթահարում 200,000-ի շեմը։ Եվ ահա ամենախոցելի այսպես սոցիալական այդ շերտին մենք դրանից 20,000 դրամական ամսական միանվագ պարգևատրումներ ենք։ Ես կարծում եմ, որ դա կապված է նաև աշխատանքի որակի հետ։ Ի տարբերություն բեցի հեծում վերջի տարիների ընթացքում Սամվել Կարապետյանը իր անձնական միջոցներից 11 միլիարդ դրամ է հատկացրել ավելյալ աշխատավարձ տալու համար կամ աշխատավարձը մարդկանց բարձր պահելու համար, որը ոչ մի սակագնի հետ կապ չունի, իր միջոցներից է։ Օրորի թանկացումներ ծննդամթերքի շուկայում թվերով մեկ տարում գնաճը կազմել է 5,8%, սակայն բնակիչները բողոքում են, որ ծննդի խանութում են թողնում դրամաբանակի գրեթե ամբողջ պարունակությունը, բայց տուն գնում ավելի քիչ տոպրակներով։ Շուկան շատ արագ արձագանքում է հումքով պայմանավորված միջազգային թանկացումներին, ինչը չի կարելի ասել էժանացումների դեպքում։ Այսպես տնտեսվարողները մեծ շահույթներ են ստանում փոքր եկամուտով մարդկանց ծննդի հաշվին։ Հայաստանում վերջին տվյալներով գնաճը 3,7% է եղել։ Կառավարությունը պլանավորել էր, որ գնաճը պետք է չգերազանցի 3%-ը, բայց 0,7%-ն էլ մի մեծ բան չէ, կմտածեն շատերը։ Գետնի վրա սակայն ամեն ինչ ավելի բարդ է։ Սպառողական գների աճը շատ ավելի է։ Դա կարող եք ֆիքսել մոտակա խանութում առևտուր անելով։ Պաշտոնապես ծննդամթերքի շուկայում գրանցվել է 5,8% գնաճ։ Խոսքը հատկապես հացաբուլկեղենի, կատնամթերքի եւ մսի մասին է։ Սա այն ամենն է, ինչի վրա ծախսվում է Հայաստանի բնակչության եկամուտների առյուծի բաժինը, բայց կա կարծիք, որ իրականում գնաճը շատ ավելի է։ Մեծ մահակաշ կտար 250 դրամանոց հացը կշռում է մոտ 500 գրամ։ Այսինքն 1 կիլոգրամանոց հացը միջինը 500 դրամ արժե։ Պաշտոնական վիճակագրության համաձայն հացը թանկացել է ընդամենը 5%-ով, բայց Ռուսաստանում, որը Հայաստան ներկրվող ցորենի հիմնական մատակարարն է, այդ հումքի էական գնաճ կարծես չի նկատվել։ 2022 թվին, երբ որ ռուս-ուկրաինական բախումը սկսեց, ցորենի գինը հասավ վերջի տարին պատմական պիկի։ Մոտավորապես 200 դրամ էր ցորենի 1 կիլոգրամը։ Անմիջապես թանկացան հացերը։ Խնդիրն այն է, որ նախորդ տարին Ռուսաստանում բավականին բերի էր։ Զուգահեռ կար մի խնդիր՝ պատժամիջոցների պատճառով այդ երկրից արտահանումներ էականորեն նվազել։ Ցորենի գինը Ռուսաստանում իջել էր պատմական նվազագույնին, կարելի է ասել 6-7 ռուբլի, որը Հայաստան ներկրելու պայմաններում տրանսպորտային ծախսով, շահույթով եւ ավելացած արժեքի հարկով կազմում էր 70 դրամ ընդամենը։ Այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների այս շուկան միանգամից արձագանքում է, հենց որ մատակարարի մոտ գնաճ է արձանագրվում։ Մեզ մոտ էլ արտադրանքի գինը միանգամից աճում է։ Իսկ ահա նույն արտահանողի մոտ գնանկմանը մեզ մոտ կամ արձագանքում են դանդաղ, կամ չեն արձագանքում ընդհանրապես։ Կառավարության կազմում կա շուկայի վերահսկողության ծառայություն։ Այս մարդիկ լիազորություններ ունեն։ Իրանք կարելի ասել այդ լիազորությունները չեն օգտագործում։ Պետությունը կարող է ստեղծել գործիքներ, որոնք կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում թաքնված գնաճը։ Այսինքն երևույթ, որը սովորական քաղաքացու աչքից կարող է վրիպել։ Շուկայում պետք է վերահսկվի այդ հացի քաշը։ Հացի քաշը, որ վերահսկողություն լինի, չէ, շատ բաներ կընկնի իր տեղը։ Որովհետև հիմա հացի քաշի վերահսկողություն բացարձակ չկա։ Կա կարծիք, որ լայն սպառման ապրանքների գնանկումը մեծ հաշվով ձեռնտու չէ պետությանը, քանի որ որքան թանկ է ապրանքը, այնքան դրա վաճառքից շատ հարկ է գանձվում։ Հետևաբար, այդքան շատ գումար է հոսում պետական բյուջե։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Ոսկու գնի աննախադեպ աճը լճացման է տանում ոսկերչական շուկան։ Առևտրի կենտրոններում ոսկի գին հարցնող գրեթե չկա։ Ոսկերիչները, որ պատվերների պակաս չունեին, հիմա պարապուրդի մեջ են։ Իսկ որոնք են ոսկու թանկացման պատճառները, Քնարիկ Պետրոսյանն է զրուցել մասնագետների հետ։ Ավելի է թանկանալու, հավաստի աղբյուրներից ծանոթացել ենք, նոր տարուց հետո էլ ավելի կարող է թանկանա։ Վերջին ամիսներին ոսկու գինը միջազգային շուկաներում գրանցել է աննախադեպ աճ։ Հրաչյա Նալբանդյանը, ով արդեն 20 տարի է զբաղվում է ոսկերչությամբ, դժգոհում է, չգիտի տեղավարձի գումարը տա թանկ գնով, հումքարնի, թե ոչ, որ գոնե մինիմալ շահույթ ստանա։ Մենք օրվա արքով ու վաճառքով տարված մարդիկ ենք, որ օրը, ասենք, մետաղը առանք պատվեր ընդունեցինք, գնով էլ սարքում ենք, գինը արդեն բարշած վիճակում, վաճառում ենք, հույս ունենալու շահույթ ակնկալել, բայց չի ստացվում։ Տնտեսագետները նշում են պահանջարկի բարձրացմանը միաժամանակ նպաստել են մի քանի գործոններ։ Գործատուների միության նախկին նախագահի խոսքով ոսկու գնի բարձրացման առաջին պատճառն այն է, որ պետությունները իրենց ոսկու պաշարների ֆոնդերն ավելացնում են, այսինքն ոսկի են գնում տնտեսական կայունացման համար եւ միջազգային շուկաներում վարկերի ստացման երաշխիքներ ապահովելու նպատակով։ Որպես կայունացնող ֆոնդ երկրները մեծացնում են իրենց պաշարները, ինչի հետևանքով էլ պահանջարկն աճում է։ Երկրորդ կարևոր պատճառը ոսկու օգտագործումն է էլեկտրոնիկայի ոլորտում, էլեկտրոնային բաղադրիչների, սերվերների եւ տեխնիկայի արտադրության մեջ ոսկին շարունակում է մնալ առանցքային, հատկապես արհեստական բանականության զարգացման պայմաններում։ Արտադրողների դեպքում, քանի որ իրենք ոսկին ձեռք են բերում որպես հումք, որ այդ ոսկին օգտագործեն ոսկերչական իրեր արտադրելու համար, իրենք ոսկու գնի թանկացման պատճառով ստիպված են նաև պատրաստի իրը, ասենք մատանի եւ շղթայի կամ ոսկերչական արտադրանքի գինը բարձրացնել, որտեղ իրենք իրենց աշխատավարձը կամ իրենց օգուտը արդեն չեն կարող անդադ կրճատելով գինը թողնել նույնը։ Առել ենք $75 լոմի սորական 58-ի արքու վաճառքը արժի $75, սարքողը, պատրաստողը մի գրամի մեջ մի $10 եկամուտ է տեսնում, պատրաստելուց հետո կտրուկ, որ տեղի ունենում թանկացում, այդ թանկացումից հետո ինքը էլ չի տեսնում այդ եկամուտը։ Մասնագետների խոսքով ոսկերչական շուկան հիմա լճացման փուլում է։ Գները բարձր են, իսկ գնողունակությունը ցածր։ Մարդիկ ավելի հաճախ նախընտրում են գումարը պահել այլ ակտիվներում եւ այլ կապիտալ ձեռք բերել։ Օրինակ ավանդներ։ Քնարիկ Պետրոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հայաստանի մի քանի մարզերում հրդեհները շարունակվում են, երրորդ օրն է, հրշեջները պայքարում են ճամբարակ թթու ջուր հատվածում սկիզբ առած հրդեհը մարելու համար։ Կա տեղեկություն, որ կրակի 3 օջախներից մեկը դեռ ակտիվ է, ծխում է։ Նախնական տվյալով վայրվել է մինչև 80 հեկտար խոտածածկ տարածք։ Գեղարքունիքից բացի հրդեհները շարունակվում են նաև Լոռու մարզի Սպիտակի տարածքում եւ Տավուշի մարզի մի քանի հանդամասերում։ Դիլիջանում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 250-ից ավելի փրկարարներ եւ էկոպարեկային ծառայության աշխատակիցներ։ Տեղի բնակիչների աջակցությամբ նրանք փորձում են կանխել կրակի տարածումը դեպի անտառային հատվածներ։ Կրակի մարման աշխատանքների համար ուղղաթիռ են կիրառում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մոտ 2000 փրկարարական ծառայող, ոստիկանության ծառայողներ, էկոպարեկներ, հիմնական եւ օժանդակ մոտ 200 տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ, որի աշխատանքները տեղում ղեկավարում է փրկարարծառայության տնօրեն Կամոց Հուսուլյանը։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Բաքվի բանտերում պահվող այգերիների հարցը օրակարգում, խնդիրները ներկայացվել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին։ Պահանջ վերադարձնելու շորթված գումարները, ցանցահենների ծուղակ ննկածների բողոքի ակցիան քննչականի մոտ։ Մեդիա աշխարհ ինչպես կանցնի չորեքշաբթին, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։
Կիբեր հանցագործություններից տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել քննչական կոմիտեի դիմաց կառույցից պահանջելով շորթված գումարները։ Ակցիայի մասնակիցները պնդել են ցանցահենների թիրախն ընկել են նաև քննչականի պաշտոնյաների թերի աշխատանքի պատճառով։ Մինչդեռ իրավապահ կառույցները հենց իրենց խարդախության զոհերին են մեղադրում անձնական տվյալները թվային խարդախներին փոխանցելու համար, ինչն ըստ իրավապաշտպանների անթույլատրելի պատասխան է։ Ծուղակում հայտնվել է, դա միայն միամիտ մարդու խնդիրը չէ։ Պարոն Կարապետյան, առաջին անգամ պարտականություն, պաշտպանություն տրամադրելու քաղաքացիներին եւ պետությունը ունի պարտականություն քաղաքացիների ֆինանսական իրավունքները վերականգնելու եւ պետությունը չունի իրավունք ֆինանսական տույժեր կրած քաղաքացիներին մեղադրանքներ ներկայացնելու։ Մեկ օրում 160 հանցագործություն է բացահայտվել առանց վարորդական իրավունքի կամ զրկված լինելով մեքենա վարելու միայն 83 դեպք է գրանցվել, թմրանյութի հայտնաբերման 13 դեպք, գողության 3, խուլիգանության 2 դեպք։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ադրբեջանում ազատությունից կամայականորեն զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու մասին է խոսել Հայաստանի օմբուդսմենը ԵԱՀԿ խորհրդանական վեհաժողովի փոխնախագահ, վեհաժողովի հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ։ Պաշտպանի գրասենյակից փոխանցում են, որ քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին վերաբերող հարցեր։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները, հիշենք, ավելի քան 4 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական եւ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Մենք ենք մեր սարերը Արցախի խորհրդանիշը հայտնի Տատիկ Պապիկը ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել։ Սոցցանցերում նոր տեսանյութեր են տարածվում։ Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում արձանի տեսանյութը հրապարակելով։ Հուշարձանի վրա առջևի հատվածում երևում են ադրբեջաներենով տարբեր գրառումներ։ Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում էլ մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որտեղ էլ արձանի տարբեր հատվածներում դարձյալ ադրբեջաներենով փորագրել են։ Սիրիայում զանգվածային ցույցեր են սկսվել Հոմսում հայերի եւ ալևիների դեմ հարձակումից հետո։ Ցուցարարները բողոքում են Սիրիայում բնակվող կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների դեմ։ Ջաբլա քաղաքում զինյալները ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել ցույցը ցրելու համար։ Զինված ջոկատները Հոմսում հարձակվել են հայերի եւ ալևիների վրա։ Անկարգություններ են սկսվել ալևիների Ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։ Սիրիայի այսպես կոչված անվտանգության ուժերը ժամանել են շրջան իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։ Որոշ տվյալներով ջարդերի առիթը Սուննի ամուսնական զույգի սպանությունն է։ 8 միլիոն ռուբլու մաքսանենգության գործն ուղարկվել է դատարան։ Իրավապահները պարզել են, որ քաղաքացին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով գրպաններում Հայաստանի պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափի 7.990.100 ռուսական դաշնության ռուբլի։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի առանձնապես խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների եւ վճարային գործիքների մաքսանենգությունը հոդվածով։ Քրեական բարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Նանար անունով գորշարչը ռեստորանից տեղափոխվել է կենդանիների փրկարար կենտրոն։ 2003-2004 թվականներին ծնված Նանարը ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկի նեղ եւ բետոնապատ վանդակում, կարդում ենք հաղորդագրության մեջ։ Գրեթե 1.5 տասնամյակ զրկված լինելով բնական միջավայրից, նաեւ որևէ մասնագիտական կենդանաբուժական բարեկեցիկ խնամքից, Արչը բախվել է ծանր հոգեբանական հետևանքների, հատկապես ակնհայտ էր նրա մոտ դիտվող կրկնվող ստերեոտիպիկ վարքագիծը, անվերջ շրջապտույտներ, ճոճումներ, ինչը մասնագետների ցույց է տալիս կենդանու մոտ առկա խորը հոգեբանական տրավման։ Նանարն այժմ աստիճանաբար վերագտնում է իր հանգստությունը եւ ցուցաբերում է բնությանը մոտ վարքագիծ, անգամ ձմեռային քուն է մտնում։ Սիրելի Շուրեդյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով,
Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհը Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի լիարժեք արևոտ երկնքով, առանց ստեղումների։ Ջերմաստիճանը կնվազի եւս 2 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 9-ից 12 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 10-ից 14, Լոռիում 12-ից 15, Տավուշում 14-ից 17 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 12-ից 14, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 16-ից 20, Սյունիքի նախալեռներում 13-ից 16 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 12-ից 14, երեկոյան 4-ից 6 աստիճան տաքություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։